Ողջույն բոլորիդ, սիրելիներս, այսօր իմ խոհանոցում բոլոկին է, ամսական բողկը, շատ համեղ մի բան եմ պատրաստելու, կամ կարող ենք կոչել աղցան, կամ կոչել թթու, մարինացված բոլոկի, ոնց հարմար է։ Պատրաստում ենք շատ պարզ եղանակով, կտրատում եմ սամիտն ու մաղադանոսը կանաչիներից, լցնում ենք մեծ տարայի մեջ, որտեղ հետո ավելացնելու ենք նաև բոլոկիները։ Այստեղ ես մի գլուխ սխտոր եմ մաքրել ու քերել, ավելացնում ենք կեսը, մոտավոր մի 3 ատամիկ, կլոր սև պղպեղ ենք ավելացնում, 1 թեյի գդալի չափով աղ, 2 միջին գդալով խնձորի քացախ ենք ավելացնում, ինձ մոտ տնական քացախ է, և 3 ճաշի գդալ բուսայուղ, եթե տնական չլինի քացախը կարող եք 3 գդալ ավելացնել, մի լավ խառնում ենք և անցնում բոլոկին, մի քիչ ջուր ենք ավելացնում, որպեսզի հեղուկային մաս լինի, հետո բողկերը թթվելու կամ խառնվելու ընթացքում նորից հյութ են դուրս տալու։ Բոլոկիների ծայրի և պոչի հատվածից աստղաձև կտրվածք ենք անում և ավելացնում ենք կանաչիով մարինադին։ Ինձ մոտ 2 կապ բոլոկի է, մի լավ խառնում ենք և մի 10 րոպե հետո տեղավորում ենք այն ամանի մեջ, որը կարող ենք փակել և պահել սառնարանում։ Ես վերցրել եմ բանկա, պահածոյի համար նախատեսված բանկա, հիմա տեղավորեմ մեջը, անմիջապես 1 կամ 2 ժամ հետո կարելի է ուտել, շատ հետաքրքիր համ է ունենում և սխտորն է ուտացնում և քացախն է օգնում, որ համեղ ստացվի, մի խոսքով շատ լավ տարբերակ է, շատ հետաքրքիր տարբերակ։ Ամբողջ համը հենց այս մարինացված մթերքի մեջ է, հիմա ավելացնում ենք, կափարիչը փակում ենք ու մի լավ թափահարում։ Ահա սիրելիներս, այսքանն էր բոլոկիով մարինացված տարբերակը, շատ համեղ է ստացվում, մի անգամ փորձել ենք, սա երկրորդ անգամ ուզեցի ձեզ ներկայացնեմ, առաջին անգամը չէի նկարել, դուք էլ փորձեք, 1 ժամ հետո կարող եք կրկին թափահարել, որ համերը լավ խառնվի։ Շնորհակալ եմ, որ դիտեցիք, կհանդիպենք հաջորդ տեսանյութում։